Բարև ձեզ, օրվա նորությունները ներկայացնում Հորիզոն լրատվականը մարտի 27-ն է 5շաբթի։ Նախընտրական Գյումրիի մասին։ Այսօր Գյումրիում խոզարկություններ են կատարվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում։ Առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն 6-րդ վարչությունը, ոստիկանությունը խոզարկել են Մայր Հայաստան եւ մեր քաղաքը դաշինքների գրասենյակները, նախընտրական շտաբների պետերի բնակարանները։ Երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից, ընթանում է նախաքննություն։ Գյումրիում ընտրակաշարք տալու մասին ավելի վաղ հաղորդագրություն տարածել էր հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ նշում է, որ ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշարք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչի կողմից բարեգործության անվան ընտրողներին որպես ապրանք վարելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների եւ այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ, ասում է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Եվ այսպես 3 օրից Գյումրիում ընտրություններ են, բայց դեռ քարոզարշավից առաջ, հիմա էլ եզրագծին մոտեցող պաշտոնական քարոզչության ընթացքում օրենքով սահմանված կարգով թե անթույլատրելի տարբերակներով, գործողություններով հավանական ներգործություն է կատարվում ընտրողների կողմնորոշման վրա։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին եւս բողոքներ են ուղղում քարոզարշավի ընթացքում նկատված խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական քարոզարշավից առաջ ոչ պաշտոնականի շոշոփը շուտ էր ընկել Գյումրիում, թե քաղաքական քանի ուժ, քանի տեխնացուով կհայտնվի պայքարում, դա էլ հայտնի չէր, երբ մեծ ու բարձր վահանակների վրա դեմքեր ու ապրած կյանքի արացի դրվագներ երևացին, բայց դրանց նկատմամբ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը վերահսկողություն չուներ։ Օրենսդրությամբ է սահմանված հանձնաժողովն ընդամենը դիտարկելու, հետևելու իրավունք ունի պաշտոնական քարոզչության շրջանում, իսկ հաջորդ քայլն է լիազոր մարմնին, տվյալ դեպքում քաղաքապետարանին տեղեկացնելն է։ Մարտի 16-ի առավոտյանից մեր հանձնաժողովի անդամները երկու խմբով քաղաքում մոնիտորինգ են արել փակցված բիլբորդների եւ այլ բոլորը նայել ենք 16-ին 17-ին այդ մոնիտորինգի արդյունքում ամսի 18-ին մարտի մենք գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որովհետև դա պատվիրակված պարտականություն է համայնքապետարանի, իրենք պետք է խախտումով փակցրած վերացնեն պաստառները։ Հանձնաժողովի նախագահը գրեթե ամեն օր նախընտրական ընթացքին հետևող դիտորդներից ու ընտրապայքարում գտնվող տեխնացուների քաղաքական ուժերի գրասենյակներից է ազանգեր ստանում, որոնք մատնանշում, բացահայտում են մրցակից ուժի կամ ուժերի թույլ տված խախտումները։ Իրենք նշել էին տեղեր, որ կենտրոնական հանձնաժողովը չի տրամադրել ու այդտեղ բիլբորդներ են խփած։ Այնտեղ կար իրանց նշածների մեջ, որ կենտրոնականը տրամադրել էր, ուղղակի մի կուսակցության էր տրամադրել, մի կուսակցությանն էր խփած, բայց այդ բիլբորդները, ես ձեզ ասեմ, որ դրանք ոչ թե նոր խփածներ էին, այլ այն, որ մինչև քարոզարշավը կային, դրանց մասին էր խոսքը։ Ուրեմն մենք, որ քաղաքապետարան տվեցինք այդ գրությունը, անմիջապես ամսի 20-ի երեկոյան արդեն այդ ամբողջը վերացվել էր։ Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով պաստառները քաղաքի տարբեր հատվածներում վահանակների վրա փակցնելու թույլտվություն քաղաքական ուժերին տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ, բայց երբեմն դրանք ավագանու մի շարք տեխնացուներ անտեսել են, որտեղ ուզել նկարներ են փակցնել։ Օրինակ, բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու արգելք գոյություն ունի, որին տեխնացուները չեն ենթարկվել։ Այդպիսի խախտումները լիովին բացառել հանձնաժողովի նախագահը իրենց ուժերից վեր է համարում։ Միտեղ գնում նայում ես կարող է չլինի կես ժամ հետո լինի։ Մեր բանն է 7 հոգի ենք մենք հանձնաժողովով, մենք չենք կարող բոլոր տեղերը, ասենք, վերահսկենք, ու մեզ որոշ դեպքերում օգնում են այս դիտորդական կազմակերպությունները եւ այլն, ու մենք աշխատում ենք, մենք քանի որ մենք լիազորություն չունենք գնանք մենք հանենք, մենք լիազոր մարմնին տեղեկացնում ենք։ Լիազոր մարմինն էլ երբ ուզենա կամ երբ հնարավոր լինի մոտեցումով վերացնում կամ չի էլ վերացնում խախտումները,
Ըստ էության քարոզարշավի ընթացքում բոլոր տեսակի խախտումների մասին արձանագրությունները դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կամ տեղական դիտորդների մատյաններում են։ Ընտրատարածքային հանձնաժողովի փոքր լիազորությունների մեջ չի մտնում քարոզչության ընթացքում տեխնացուների կողմից հնչող ատելության խոսքը վերահսկելը կամ կողմերի նկատողություն տալը։ Ընտրապայքարի վերջին օրերն են ու այն Գյումրիում ակտիվության պիկին է հասնում, բայց ոչ գաղափարական, այլ ինչքան հնարավոր է միմյանց անցյալն ու ներկայը հիշեցնելու մեղմ ասած ձգտումով։ Նման դրսևորումների մասին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել։ Լարվածությունը կա, հա, ես այն ժամանակ է, որ նոր սկսվում էր, ես բոլորին մաղթեցի, խաղաղ, նորմալ, անձնավորված չլինի այդ ամեն ինչը, բոլորին դա եմ մաղթել, ինձ թվում է, որ դա քաղաքական պայքարի մեթոդ է, ասենք, քեզ լավ ցույց տաս, մյուսին սևացնես, մարդկա շատ է սևացնելը օգտագործում, մարդկա քիչ է օգտագործում, մարդկա ընդհանրապես դա չի օգտագործում, իր առավելություններն է միևնույն։ Դե ասեմ, ամեն մեկը իր մարտավարությունն են, այդ առումով, եթե օրենք չեն խախտում, վիրավորանքների չեն հասնում, դա արդեն մեր տիրույթը չի, եթե վիրավորանքի հասան, այնտեղ արդեն կարող են մարդիկ դատարանների միջոցով։ Դատական ճանապարհից նաև ընտրողները կարող են օգտվել, եթե քվեարկության օր իրենց անունները չգտնեն ցուցակներում, իրենց ընտրական իրավունքը մարտի 30-ին արագ կարգով վերականգնելու հնարավորություն ունեն, մինչ այդ կարող էին ցուցակներում եղած անճշտությունների հարցով դիմել անձնագրային բաժին։ Գյումրիում 2021 թվականին անցկացված ՏԻՄ եւ համապետական ընտրությունների ժամանակ էին որոշ անճշտություններ վերացրել։ Ըստ օրենքի, եթե մարդը հաշվառված է, բայց գնացել է դրսում է բնակվում, ստեղ հաշվառումից դուրս չի կրվել, իրավունք չունեն ցուցակից անեն, կարող է հենց այդ օրը կա քվեարկի այդ մարդը։ Դրսում բնակվող, բայց Գյումրիում հաշվառված ընտրողներից բացի այս անգամ ընտրացուցակներում այլազգի ընտրողների անուններ են հայտնվել, հիմնականում ռուսների եւ հնդիկների, ինչը եւս Տիգրան Ղազարյանն ընտրական օրենսգրքով է հիմնավորում։ Ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել 18 տարի լրացված Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընտրության օրվա պահին 6 ամիս հաշվառում ունեն Գյումրի քաղաքում, այս պարագայում Գյումրի քաղաքում, եւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք որ 1 տարի հաշվառում ունեն Գյումրի քաղաքում, իրենք ցուցակի մեջ ընդգրկվում են, ըստ ընտրական օրենսգրքի։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ ընդգրկված են անպայման պետք է կան քվեարկել։ Իմիջիայլոց Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց անձնագրով քվեարկել, իսկ ասենք Հնդկաստանինը պետք է Հայաստանի տված կացության թուղթը ունենան ձեռքերը նկարով բանով։ Մարտի 28-ին արդեն հաստատված կլինեն նաև Գյումրիի ընտրողների վերջնական ցուցակները, որոնք կփոխարինեն տեղամասային կենտրոններում փակցված նախնական ցուցակներին։ Մարտի 30-ին ընտրությունների մասնակցող 9 քաղաքական ուժերի ընդհանուր թվով 372 ավագանու տեխնացուներից եւ ոչ մեկը սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Ըստ այդմ արդեն հաստատված են քվեաթերթիկների նմուշները։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Տարոն Մարգարյանը զրկվեցին падգամավորական անձեռմխելիությունից։ Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն։ Հովիկ Աղազարյանին падգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 падգամավոր դեմ 2։ Տարոն Մարգարյանին падգամավորական անձեռմխելիից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 падգամավոր դեմ 0։ Իդեպ ընդդիմությունը չի մասնակցել Տարոն Մարգարյանի քվեարկությանը։ Հիշեցնենք, որ ազգային ժողով Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական գործեր հարուցելու։ Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար $200,000 ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից $23,000 կաշառքի ստացումը։ Իսկ ըստ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի ներկայացված միջնորդագրի վերջինս քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական ու նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք։ Կհամաֆինանսավորվեն 17 համայնքի սուբվենցիոն 23 ծրագրեր, կնախատեսվեն խաղաղության խաչմերուկի իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, կիրականացվի բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրերը։ Այս որոշումներն են ընդունվել կառավարության այսօրվա նիստում։
Կառավարությունը կհամաֆինանսավորի 17 համայնքի 23 ծրագիր ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ արժեքով։ Վարչապետն ավանդույթի համաձայն թվարկեց տարբեր համայնքներում իրականացվող եւ իրականացված այդ ծրագրերը։ Ինչքան հասկացա, այստեղ վերջին հատվածում գույքի ձեռքբերման խնդիրը պետք է լուծենք, հա թե Հիմնական հատվածում վարչապետ։ շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց չզեկուցվող 6-րդ հարցով ընդունված որոշման նախագծի ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների փաթեթի վերաբերյալ։ Խոսքը մոտ 15 միլիարդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է, որոնք տարբեր փուլերում են։ Վարչապետը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գորիսից դեպի Վերինշեն եւ Խոզնավար տանող ճանապարհի 18.3 կիլոմետր հատվածը։ Այն նախատեսվում է սկսել եւ ավարտել այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ սկսել եւ ավարտել Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաեւ երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետեւ այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Հաջորդ թիվ գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այն ուղղված է հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրաժեք գյուղատնտեսության զարգացման համար։ Ըստ այդմ կփոխհատուցվի մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների, վարուցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Պաշտպանության ծորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 դրամ, կանանցան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, կերի ճակնդեղը 80,000։ Ծրագիրը կիրականացվի մարզպետանների եւ համայնքների միջոցով, որի նախնական արժեքն այս տարի կկազմի շուրջ 1.5 միլիարդ դրամ։ Գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15,000 հեկտար, կերային մշակաբույսերի 2250 հեկտար փոխհատուցումը, որը հատիկաանդեղենի դեպքում կլինի մոտավորապես 500 հեկտար։ Հաջորդ տարվա համար եւս նախատեսվում է փոխհատուցել 1.4 միլիարդ դրամ։ Այս կերպ Պապոյանի խոսքով ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36,000 հեկտարով։ Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք, վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ մի կողմից սա կարող է, այսպես ասած, գնաճային զսպումներ առաջացնել եւ մյուս կողմից նաեւ եթե դա անգամ տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի։ Վարչապետը դժգոհեց մարդկանց հետ զրուցել ու հասկացել է, որ այսօրինակ ծրագրերը հաճախ անարդյունավետ են դառնում կամ ունենում են հատվածական էֆեկտ։ Հասկանում եք, մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում։ Վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, բան ենք անում, պարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում կաբինետներում։ Չինես ծրագրերը հա շատ լավ ընդունենք, այս տարի էլ ընդունենք, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք անիմաստ գործողություն, ես վստահ չեմ, որ այս փողը մենք ավելի լավ տանենք 1 միլիարդով, գուցե տեղ կա մի հատ ավել մանկապարտեզ կառուցենք, ավելի լավ է։ Առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով կառավարությունը կսուբսիդավորի մինչեւ 300,000 դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի եւ դասախոսի վարկի տոկոսադրույքը։ Նախարար Անդրեասյանը տեղեկացրեց մոտ 5,000 հարցվածների 3.2%-ը նշել է, որ կուզենար հեծանվով հասնել աշխատավայր կամ ուսհաստատություն։ Ուստի այս աջակցությամբ հեծանվով տեղաշարժվող քաղաքացիների թիվը կարող է էապես աճել։
Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300,000 դրամ, որը մեր վերլուծություններով միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար մինչև 36 ամիս ժամկետով։ Վարչապետը հավելեց, այս որոշմամբ կառավարությունը այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման տեսքով կաջակցի այն ուսանողներին եւ դասախոսներին, որոնք պատրաստ են դիտարկել հեծանվով դասի գնալը կամ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործելը։ Ջիպերի, Range Rover-ների այդ քաղաքական գերիշխանության տրամաբանությունը պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ, եւ այստեղ այդ քաղաքական սիմվոլիկան էլ կա իրականում։ Վարկի տարեկան դրույքաչափը 16% է, որը կսուբսիդավորի ու կզրոյացնի կառավարությունը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Աշխարհի միջօրեականներում զարգացող իրադարձությունների մասին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմաններն է ասել, դրանցից մեկը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը շարունակում է պահանջել Գրենլանդիան, հայտարարելով, թե Դանիային հարկավոր է, որ Գրենլանդիան մերը լինի։ Միջազգային ուշագրավ թեմաներ ներկայացնենք տեսաշարով։ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերասպանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որն ամրապնդում է Ռուսաստանի եւ Իրանի որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը եւ ընդգրկում համագործակցության բոլոր հիմնական ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրել են Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշյանը։ Պայմանագրի նպատակն է առաջիկա 20 տարիներին կարգավորել Ռուսաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները։ Ֆրանսիան 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, Միրաժ կործանիչների համար նախատեսված հրթիռներ, հոբ համակարգեր, զրահատեխնիկա։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան օգնում է զարգացնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայում։ Մակրոնի կարծիքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ հրաժարվի օկուպացված տարածքներից։ Մակրոն-Զելենսկի հանդիպումը կայացել է այսօր Փարիզում մեկնարկող Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների գագաթնաժողովից առաջ։ Գագաթնաժողովին կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակում դաշնակիցների նոր կոալիցիայի աշխատանքը։ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան Համաս շարժման խոսնակ Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան, հայտնում է Reuters-ը, վկայակոչելով շարժման կողմից վերահսկվող Ալ-Ակսա հեռուստաալիքը։ Ըստ Ալ Ջազիրայի, Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան գտնվում էր Ջաբալիա քաղաքի վրաններից մեկում, երբ այն խոցվել է իսրայելական ինքնաթիռի կողմից։ The Jerusalem Post-ը գրում է Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան Համասի ամենահայտնի ներկայացուցիչներից էր։ Գազայի հատվածի հյուսիսում մարտի 26-ի Իսրայելի հարձակման ժամանակ առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է Ալ Ջազիրան։ Գրենլանդիան պետք է մերը լինի եւ կարծում եմ կլինի, այս մասին կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինս Կոգլյանեզին տված հարցազրույցում։ Մեծ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար, այն պետք է մերը լինի։ Այն պաշտպանողական եւ հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Նախորդին հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա մասնավորապես գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև պարզապես ստուգել, թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման համար 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստանում է պաշտպանել Եվրամիության շահերը։ Գերմանիայում քաղաքական գործիչները կոչ են արել արձագանքել Եվրամիության մակարդակով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը նույնպես քննադատել է մաքսատուրքերի կիրառումը, խորը ափսոսանք հայտնելով Վաշինգտոնի որոշման համար։ Սակագները վատ են բիզնեսի համար եւ նույնիսկ ավելի վատ են ազդում սպառողների վրա ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում, ասել է նա։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Եվ վերջում ստորգետնյա ցնցման մասին, որը գրանցվել է 3 ժամը 23:45-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրագյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևելք տեղի ունեցել 2.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշոտ եւ Խազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Այժմ լրացում այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։